Սիրելի հայրենագիցներ, բարև ձեզ, եթերում Արարատյան խոհանոցն է, Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիայից։ Շարունակում ենք ձեզ ներկայացնել մեր ազգային կերակրատեսակները և աշխատում ենք այն ներկայացնել նոր մատուցման ձևով։ Այդ գործում այսօր ինձ օգնելու է Լուսինե Հովհաննիսյանը, հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության ակտիվ անդամ, մեր խոհարարական երկնակամարի ծագողաստղ և Գառնիի 7 քար ռեստորանի սուշեֆ, ինչպես ասում են, այսինքն հավաք խոհարարի օգնական։ Ողջույն, Լուսինե։ Ողջույն, պարոն Մամուլյան։ Ինչպես եք։ Լավ, դուք ինչպես եք։ Շատ լավ և շատ հպարտ եմ և ուրախ, որ չես մերժում մեր հրավերները, որովհետև ընդհանրապես ազգային խոհանոցի զարգացում պատկերացնել առանց հաշվի առնելու ժամանակակից երևույթները խոհանոցի մեջ հնարավոր չի, իսկ զարգացնել խոհանոցը պետք է և պետք է անպայման այդտեղ ներգրավված լինեն երիտասարդ և նոր մտքերի կրող խոհարարներ, այնպիսիք, ինչպիսին նաև դու եք։ Շնորհակալ եմ, պարոն Մամուլյան, նման կարծիքի համար, փորձում եմ անել ամենը, որպեսզի դա այդպես էլ լինի։ Ապրես դու, շատ շնորհակալ եմ։ Ինչ ենք պատրաստելու այսօր։ Այսօր պատրաստելու ենք մեծ պահքին վերաբերյալ ուտեստ, ապուր, լոբախաշու։ Այո, Շիրակի լոբախաշու։ Շիրակի լոբախաշուն և կհիշեցնեմ ձեզ, որ այն փոքր էլ նման է վայքի լոբախաշուն։ Այո։ Ընդհանրապես մեր խոհանոցը մարզերով այդպես նման են որոշակի տարբերություններով, այո, և բաղադրիչներն են մեր արդեն Բոյարսկոյա յուղը, մեր շատ հայտնի լոբին, որը նախորոք արդեն 6 ժամ թրջվել է, գլուխսող, ընկույզ, ալուր և համեմունքներ։ Այստեղ ունեմ նաև լավաշ, ես փոքրիկ դեկոր եմ այսպես անելու, արդեն մտածել եմ և անցնենք գործի։ Արդեն մտածել է, այսինքն այն, ինչ լինելու է, այն ինչ լինում է, հենց այստեղ է այդ իրականանում, այդ մտքի մտահղացումները, ապրես դու, գնացինք ինչ-ինչ գործես վստահում։ Լոբին կխնդրեմ կաթսայի մեջ արդեն լցնեք և ջուրը, կարող է լինել գոլ կամ սառը, տարբերություն չունի, ես սոխառացի համար կկտրատեմ սոխը, մի հատ էլ տապակ։ Տապակ։ Այո։ Փոքր խորանարդների ենք կտրատում սոխը։ Լոբին դնենք, իսկ սկզբից իհարկե աղ չենք դնում, չէ, լոբում։ Ոչ։ Որպեսզի լավ խաշվի։ Այսքան սոխը բավական է։ Այնուհետև տապակելու ենք սոխը։ Տապակ պիտի դնեի ես, չէ։ Հեշտ պատրաստվող և շատ համեղ ապուր։ Եվ շատ օգտակար։ Եվ ընթացս նաև նախնական զրույցում մենք պայմանավորեցինք, որ մի աղցան, այսպես, էքսպրոմպտ, այսպես ասած, չէ։ Այո։ Ես ուղղակի ուզում եմ թեման շարունակելով խոսքս ուղղել հատկապես երիտասարդ նպատակասլաց խոհարարներին, հայ խոհարարներին, այո, զարգացնել մեր խոհանոցը մենք պարտավոր ենք և հասնելու կամ համաքայլ քայլելու միջազգային խոհանոցին համաքայլ քայլելու համար մենք մեր խոհանոցի վրա պիտի կառուցենք այն, ինչը մեզ թույլ կտա համաքայլ, համաչափ քայլել խոհարարական աշխարհում։ Այնպես որ իմացությունը ազգային խոհանոցի պարտադիր է,
որովհետև այլ ճանապարհ չկա, որովհետև այն այսպես ասենք դոմինանտ այն առաջատար խոհանոցները ազգային, որոնք կան աշխարհում, դրանք նույնպես իրենց ավանդականի վրա կառուցել են նորը, կառուցել են մոդեռնը։ Այն ինչ որ թույլ է տալիս մեր այս հաղորդաշարը, ինչու ոչ, նաև այն դասընթացները եւ այլն, որ մենք իրականացնում ենք։ Եվ վերցնեմ լավաշը։ Այսպես։ Հետո ես տեղերը կփոխեմ, ավելի զոր կրակի վրա կդնենք լոբին։ Խնդրեմ սա ձեզ։ Հա, ես ինձ համար այստեղ զբաղվեմ։ Ինչ ենք անում լավաշով։ Լավաշով, այսպես ասած, չիպսեր ենք պատրաստում։ Կհամեմենք ձեթով, կարմիր բիբար աղ, լոտուս աղից օգտվենք։ Տեսեք, հիմա Լուսինեն խոսեց չիպսի մասին եւ մենք բոլորս գիտենք դա ինչ է, խանութներով վաճառվող այդ կարտոֆիլից, չգիտեմ, կամ նույնիսկ անհայտ ծագմամբ, բայց մենք ունեցել ենք մի խաղ մանկական, որը կոչվել է հաց փունջ, որը լավաշի հետ է խաղացել, մանուկները խաղացել են, երեխաները, այն որ մենք շատ դեպքերում այսպես մայրիկը երեխայի հետևից ընկած գտալը կերակուրը կեր, մամայի խաթեր, պապայի խաթեր եւ այլն։ Այս հաց փունջը հենց ծառայել է երեխային եւ խաղի միջոցով նաեւ ախորժակ բացելուն է միտված եղել։ Խաղացել է երեխաները չոր լավաշի հետ, ջարդել, կտրել, կերել, համտեսել եւ սկսել է ախորժակը արդեն աշխատել։ Եվ հիմա հենց այդ հացպունջի նման այդ լավաշից բնական չիպսերի մասին է խոսքը, որ Եվ գեղեցիկ, եւ համեղ։ Այո, եւ ամենակարևորը օգտակար։ Այո։ Չմոռանանք, յուրաքանչյուր կերակրատեսակ, յուրաքանչյուր սնունդ նախ եւ առաջ պիտի լինի օգտակար։ Լուսինե ջան, իսկ աղցանի հետ ինչ պիտի անենք։ Աղցանի հետ կօգտվենք ծաղկակաղամբից, կարելի է կտրատել մանր, կանաչիներ, պարոն Մամլյան, սոխարածի հետ խառնելու ենք մեկ ճաշի գթալ ալյուր, նույն խյուսն ենք պատրաստելու, այնուհետև կտրտած ընկույզ եւ վերջում ավելացնելու ենք ապուրի վրա։ Շատ լավ։ Աղցանի համար հում ծաղկակաղամ, հումակերությունը եւս օգտակար է շատ։ Իհարկե։ Բայց նայած թե ինչ, իհարկե բանջարեղենները կարող ենք մենք բոլոր բանջարեղենները ճաշակել, բայց մսի եւ այլ մթերքների մասին ձեռը պահ կմնամ։ Հիշում եմ ինձ ինչպես էին սովորեցնում, որ խոհարարը դանակով գործ անելուց միշտ պետք է իր ձեռքը լինի մաքուր։ Այո։ Այսինքն դանակի եւ ձեռքի օգնությամբ ենք մենք Այո։ գործ անում եւ փորձում եմ այդպես էլ անել։ Իսկ այսպես ասած չիպսը Այո։ դնենք ջեռոց, թե դեռ շուտ է, թե Հա, իհարկե։ տապակով կարող ենք, թավի մեջ, տապակի մեջ։ Կարող ենք նաեւ տապակով։ Այս ընկույզը կտրատեցի աղցանի համար եւ մի փոքր էլ կկտրատեմ ապուրին։ Հիանալի։ Այսպես։ Իսկ համեմունքները հենց սոխարածի մեջ պիտի ավելացնենք, թե Կարող ենք աղով եւ շաքարավազով բարամելացնել սոխարածը։ լոտուս։
Եվ մի քիչ շաքարավազ։ Կարծում եմ ալյուրի ժամանակն է։ Այո։ Եվ համեմը միանգամից կտրատեմ ապուրի։ Հուսամ մայրիկս չի դժգոհի, որ տանը գործ չեմ անում։ Դե մեր հաղորդման ժամերը կասենք, որ զբաղեցնես չտեսնեն, որ Լավ։ իրոք լավ գործ ես անում, ոչ թե գործ։ Թթվասերը սիրելով, Այո։ զմայլվելով, Սև պղպեղ։ այո։ Կարծում եմ սոխարածը Օ, ինչ գեղեցիկ է։ լավ է, չէ՞։ Այո։ Ահա, մի քիչ էլ իր տաքությունով այդ կեղևի կպատրաստվի։ Հիմա արդեն ես աշխատեմ լավաշի հետ ինչ-որ մի բան։ Տեսնենք կստացվի։ Մի փոքր կարմիր գույն։ Մի քիչ ընկույզի եւ համեմի կես մասը։ Այո։ Ուզում եմ գնել սոխարածի հետ։ Խոսքեր չկան։ Այո։ Մինչ աղցանը իր համերը կվերցնի, սա այստեղ, և սա այսպես, Սա էլ այսպես։ այո, Իհարկե ջեռոցի գործառույթ ֆունկցիա մենք չենք կարող միանգամից այստեղ ստանալ, բայց արագ-արագ որ շրջենք, չի վառվի։ Մենք թողենք չորանա։ Մենք հիշեցնենք, որ համեմեցինք, չէ՞։ այո, համեմել ենք աղով, կարմիր պղպեղով, աղացած, քաղցր և արևածաղկի ձեթով։ Այո։ Ինչքան պարզ, այնքան համեղ Ինչպես ու գեղեցիկ։ նշում էր Դարի խոհարարը եւ խոհարարության պապիկը մեծն Պոլբոքյուզը, կերակրատեսակը ինչքան պարզ բաղադրությամբ, այնքան կարևոր։ Արդեն չորանում է։ Այո, հիմա այս process-ը մենք եթե դրսում անենք, այսինքն ոչ կրակի վրա, որտեղ ինքը իր տաքությամբ դեռ Արեք, ես կանեմ։ Մեր լավաշիկներն էլ ունեն սոխի նման ոսկեգույն գեղեցիկ երանգ։ այո։ Իսկ եթե սա հավաքենք, մի քիչ համեմենք աղով, մի քիչ սև պղպեղով, Դանակ տամ։ այո, մի քիչ Ցիտրոն համեմի սերմ, կամ ինչպես նորից կնշեմ վայքում, կաս ասում են ծոթրին։ Եվ ոչ Ծոթրին։ միայն չէ վայքում, ծոթրին։ ցիթորան, այո, ծոթրին,
Եվ մենք ստանում ենք, չորացավ, չէ՞։ Այո։ Ստանում ենք մեկ ընդհանուր համեմունք։ Այո։ Հոտը տեսանք։ Մի քիչ, ինչ, սխտոր մի քիչ, ինչ կարծիք ես, մի քիչ սխտոր, Ես տեղը գիտեմ սխտորի, այո, իսկ դու ինչ կարծիք ես այն խոհարարների մասին, ովքեր կերակուրը դրեցին կրակին ու գնացին ինչ-որ խաղալու կամ Facebook կամ խաղ։ ինձ թվում է նախ այս ցանցերը մեզ կկործանի, եթե մեր ուտելիքները այդպես թողնենք ու գնանք։ Այո, բայց կողքը պիտի լինես, չէ, որ Այո, դու իհարկե։ էներգետիկ դաշտը ապահովես քո դրական էներգիայով, քո, չէ՞։ Ես այստեղից ոչ էլ շարժվելու եմ, իջև վերջ։ Հակառակ կողմով, հակառակ։ Տեսեք ինչ, ինքը արդեն պատրաստ է օգտագործման։ Դար ապրիր, դար Եվ սովորիր։ ես նկատել եմ, որ սխտորի տարբեր կտրված վիճակի համերի տարբերությունն Այո, է։ Ֆանտաստիկ, ինքը Այո, այո։ համ է տալիս։ Ես կարծում եմ մի 5 րոպեից արդեն պատրաստ է։ Դե ընդմիջվենք։ Ընդմիջվենք նախապատրաստենք մատուցվող ափսեները եւ այլն եւ 5 րոպեից կարող ենք արդեն մատուցել։ Լուսինե ջան, արդեն Տեսնենք ապուրը 5 րոպեներ։ իմ կարծիքով պատրաստ է արդեն։ Այո։ Մի քիչ շեստենք կրակը։ Սոխառածը լցնենք։ Ամբողջությամբ։ Այո։ Հիշելով, որ սոխառածին ավ ենք ավելացրել, Այո։ մոտ կնայենք, չէ՞։ Մի փոքր կարմիր քաղցրեղացած բար։ Հիանալի։ 1-2 րոպե թող այսպես եռա, մինչև աղցանը արդեն Այո։ Սա էլ պատրաստ պահեմ, չէ՞։ կդասավորենք։ Հիշեցնեմ սիրելի հեռուստադիտողներ, մեր աղցանը հում ծաղկակաղամբից էր և գունավոր բիբար թթվասեր սամիտ, ուսեր։ Եվ ընկույզ մի քիչ, չէ՞։ Այո։ Սա այսպես։ Դա այդպես։ Ես արդեն ավելացնում եմ համեմունքը, ընդհանուր, Այո։ որ մենք կտրատեցինք սխտոր, ընկույզ, համեմեցինք աղբաղբեղով, Ես էլ աղցանը ընկույզով կձևավորեմ։ անջատում ենք կրակը, կափարիչը դնում ենք և 1-2 րոպե հետո կարող ենք Մատուցել։ մատուցել։ Սա ուղղակի գույնի համար Շատ չորացրած հատիկավոր սև բիբար կարմիր։ Սա այսպես, շերեփը այսպես, այս պահը վայելել է պետք։ Այո, ամբողջ տաղավարը։ Շշոթոտը։
Անուշը համ բույր։ Մի փոքր խիտ կլցնեմ, որպեսզի բաղադրությունը Երևա։ Այո։ Իսկ եթե հյուրերին հյուրասիրեիր, ավելի ջրիկ կլցնեիր, հա։ Ինչու՞։ Որ բոլորից էլ լինի այստեղ ամսինչ։ Լավ էլի։ Բայց գեղեցիկ։ Այսպես։ Մեր լավաշիկները։ Ոսկեգույն։ Ես շատ երջանիկ եմ։ Ապրես դու, շատ շնորհակալություն, կեցես, շատ տեսքով համեղ եւ օգտակար։ Ինչ կցանկանաս մեր հերոստատիտողներին։ Բարձր տրամադրություն ստեղծագործեք ու վայելեք այդ ստեղծագործած գույները։ Բարեկամներ, այո, ստեղծագործեք եւ եղեք երջանիկ։ Ձեր անունից, ձեր կողմից ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Լուսինեին, ցանկանանք, որ ինքը նույնպես միշտ վայելի իր երջանկության պատուղները։ Շնորհակալություն Լուսինե, ապրես դու։ Լոբախաշու 4 անձի համար Կարմիր լոբի 480 գրամ, գլուխ սող 120 գրամ, ալյուր 60 գրամ, ընկույզ 80 գրամ, համեմ 60 գրամ, աղ 16 գրամ, կարմիր պղպեղ 8 գրամ։ Ծաղկակաղամբով աղցան Ծաղկակաղամբ 100 գրամ, գունավոր պղպեղ 70 գրամ, ընկույզ 30 գրամ, կանաչի 10 գրամ, թթվասեր 100 գրամ, աղ, սև պղպեղ։ Բարի ախորժակ։ Հարգելի հերոստատիտողներ, շատ կարևոր է, որ մենք լինենք զգայուն մեր ազգային արժեքների նկատմամբ։ Շատ կարևոր է, որ մենք մեր մշակութային ժառանգությունը ոչ միայն պահպանենք, ոչ միայն տարածենք, այլ նաև փոխանցենք եկող սերնդին։ Ապուրը հարկավոր է մատուցել 65-70 աստիճան ջերմությամբ, լավ տրամադրությամբ եւ իհարկե երջանիկ պահերը վայելելով։ Այսքանն էր այսօրվա համար նախատեսված, հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ մենք լինենք առողջ ու երջանիկ, ազգ սիրենք ու հայրենիք։ Ցտեսություն բարեկամներ։